Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Երեք տարեկան երեխայի որոնումները ծափաթաղում 4-րդ օրն է շարունակվում են դեռ ապարդյուն։ Որևէ հետք չկա։ Շատ լավ, առաջարկում եմ ընդունել այս որոշումը, ովքեր են դեմ։ 1.5 տարի 2 տարվա զինծառայության փոխարեն։ Դեմ չկա, որոշումն ընդունվել։ Կառավարությունը նախագիծը հաստատեց, ընդդիմությունը սա նախընտրական քայլ է համարում։ Նիկոլ Փաշինյանը Փարիզում է։ Peace Declaration of Washington Խոսել է խաղաղությունից, ընտրություններից եւ Թրամփի ուղուց, հանդիպել Էմանուել Մակրոնի հետ։ Հովանավանքը բռնազավթված է, հայտարարում է Մայրաթորը, շեշտելով օրինական բոլոր ճանապարհներով վանքի նկատմամբ իր իրավունքները վերականգնելուն հետամուտ է լինելու։ Երևանի մի քանի թաղամաս 2 օր անջուր էր մնացել։ Երկուշաբթի չկար, 3 չկար, այսօր չկա։ Վեոլյան պարզաբանում է, մարդիկ հոգնել են բացատրություններից։ Ռուսաստանը շարունակում է հարվածները ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին, ռազմաճակատում ամենադժվար իրավիճակը Պոկրովսկում է։ Երեք տարեկան երեխայի որոնումները Ծափաթաղ գյուղում շարունակվում են, ներգրաված են տասնյակ փրկարարներ, անօթաչուներ, որոնող շներ, սակայն երկուշաբթի անհետացած Տիգրանից ոչ մի հետք։ Իրավապահներն այժմ քննարկում են բոլոր վարկածները։ 4-րդ օրն է Ծափաթաղ գյուղում շարունակում են որոնել 3 տարեկան Տիգրանին, որևէ հետք չկա։ Բոլոր վարկածները քննարկում են, բոլոր վարկածներով ուսումնասիրություն է իրականացվում։ Կատեգորիկ ոչ մի հետք չկա, պարոն Սարգսյան։ Ոչ, որևէ հետք չկա։ Երկուշաբթի է անհետացել երեխան, իրենից 2 տարով մեծ եղբոր հետ խաղալիս են եղել։ Եղբայրը, որ հաշմանդամություն ունի, չի խոսում, տուն է վերադարձել, փոքրիկը ոչ։ 3 երեխաների հորաքույրը Ազատությանը պատմել էր, որ համր երեխան կոկորդն է ցույց տալիս, երբ փորձում են մի բան ճշտել։ Հաշտալի հոսը բողազն օպտալ։ Ուրեմն երևի ողջացրել են, ինչ են նրան, չգիտեմ։ Այսինքն երեխան կոկորդն դինա ցույց տալիս։ Հա։ Երևի վախեցրել են, ինչ են նրան, չգիտեմ։ Երեխաների մայրը Տիկին Փարանձեմը այսօր նույնը պնդեց։ Դե ձերքը վզի վրա է տանում, բայց չգիտեմ ինչ է նշանակում իրան համար, ինչ է անում, ես չգիտեմ։ Գեղարքունիքի մարզպետը դարձյալ շեշտում է, բոլոր վարկածներն են քննվում, այս դրվագի վերաբերյալ առայժմ միայն ենթադրություն ունեն։ Որ ինքը չի կարողանում խոսալ, հասկացրել է, որ չի կարողանում բացատրի իրենց հարցերին, չի կարողանում ամբողջությամբ պատասխանել, դա է եղել։ 3 Տիգրանի մայրը, քույրն ու 3 եղբայրները հարցաքննության էին հրավիրվել։ Քննչական կոմիտեից տեղեկացանք նախաքննական քննչական գործողություններ են եւ դրանց մասնակցում են նաեւ հոգեբան ու լոգոպեդ։ 150 փրկարար, մարզային ու համայնքային ոստիկանության 5 բաժիններից 80 ծառայողներ շարունակում են որոնել երեխային Ծափաթաղ գյուղի հարակից տարածքներում, Սևանի լճի ափին ու նաև ջրում, անօթաչուներ են օգտագործվում, շներ, մոտոներ։ Փոքրիկը մոլորվել է, առևանգել են նրան, թե կենդանիներ են հարձակվել։ Լճափնյա այս գյուղում շնագայլեր են լինում, պատմեցին բնակիչները։ Շունա, գայլա, եւ ասում են շակալներից, այդ հերբաները։ Միևնույն ժամանակ այս վարկածը բացառում են, որովհետև հետք չի գտնվում։ Երեխան հողաթափով է եղել, ոտքից կընկներ, փրկարարները, կամավորները հազարավոր հեկտարներ են անցել, ամեն շորի, կոշիկի կտոր զննել, ոչինչ չի հուշում, որ փոքրիկն անցել է այս տեղերով։ Տիգրանի ընտանիքը բազմանդամ է եւ ապրում են հորաքրոջ նույնպես բազմանդամ ընտանիքի հետ, 14 հոգով են, տանը նաեւ հաշմանդամություն ունեցող հորեղբայրն է, այստեղ ոչ ոք մշտական աշխատանք չունի, աղքատությունը չի հաղթահարվում նաեւ նպաստով, Գեղարքունիքի մարզպետն ասում է իր ղեկավարած կառույցը ընտանիքին չի աջակցել, որովհետեւ նրանցից դիմում չեն ստացել։ Առաջիկայում իրենց որոշակի ֆինանսական օգնություն ցուցաբերենք, մինչեւ այս պահը մարզպետարան իրանք չեն դիմել, որևէ աջակցություն մեր կողմից չեն ստացել, բայց համայնքապետարանի կողմից աջակցություն ստացել են։ Համայնքապետարանից նախկինում օգնություն ստացել են, հաստատում են ընտանիքում, բայց այս տարվա 10 ամիսներին աջակցություն չի եղել։ Գալիս է, տալիս է, չէ։ Չէ, տարի հենց չեմ ստացել, չէ։
Տանը քնելու համար հարմարեցված կահույքից բացի այլ գույք գրեթե չկա։ Մեր նկարահանման օրը տան սնունդը հաց ու պանիրն էր։ Այս պայմաններում են ապրում 9 երեխաներ։ Գեղարքունիքի մարզպետն ասում է, սոցիալնախարարության գործառույթն է երկարաժամկետ լուծում գտնելը։ Մեր թե համայնքային սոցիալական ծրագրերը, սովորաբար որոնք համայնքներն են ղեկավարում, եթե չեմ սխալվում, Ծափաթախը պետք է կամ ճամբարակի մեջ լինի կամ Վարդենիսի եւ մեր միասնական սոցիալական ծառայությունը զբաղվում է նման ընտանիքներով։ Արդյոք սոցիալական ծառայությունները հետաքրքրվել են ընտանիքով։ Սոցիալնախարար Արսեն Թորոսյանը տրամաբանում է, այո, որովհետեւ եթե նրանց նպաստ է նշանակվել, ուրեմն կարիքը գնահատել են։ Նախարարի դատողություններն ընդհանրական են աղքատության մասին, որ բազմազավակ ընտանիքներում շատ է պատահում։ Աղքատության մեջ ապրող ու ողբերգության մեջ հայտնված այս ընտանիքի վերաբերյալ տեղեկատվություն ու աջակցության հասցեական ծրագիր նախարարը չուներ։ Մենք այդ ընտանիքի կամ որևէ ընտանիքի մաս չենք կարող կազմել, որ իրենց ամենօրյա հոգսերով ընդհանրապես որևէ ընտանիքի։ Կառավարությունը զինվորական ծառայությունում 1.5 տարի դարձնող նախագիծը հաստատեց, այն դեռ պետք է խորհրդարանում քննարկվի, վերջնական ընդունման դեպքում ձմեռային զորակոչը արդեն կրճատ ժամկետով կիրականացվի։ Ինչու է կառավարությունը մի կողմից հայտարարում, որ զինված ուժերը կարիք ունեն համալրման, մյուս կողմից կրճատում ծառայության ժամկետը։ Ընդդիմադիրները կարծում են, պատճառը հաջորդ տարվա ընտրություններն են, իշխանությունը նախընտրական տրամաբանությամբ է գործում։ Շատ լավ, առաջարկում եմ ընդունել այս որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց պարտադիր զինվորական ծառայությունը կես տարով կրճատելու նախագծին։ Այն ներկայացրած պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը տեղեկացրեց, ձմեռային զորակոչը նախատեսում են մեկնարկել հունվարի 7-ից, այսինքն եթե օրենսդրական փոփոխություններն ամբողջությամբ ընդունվեն, արդեն այս ձմեռ երիտասարդները բանակ կզորակոչվեն 1.5 տարով։ Փոփոխությունները սակայն հետադարձ ուժ չեն ունենա։ Այս պահին ծառայողները բանակում կմնան 2 տարով։ Պաշտոնական պարզաբանմամբ ծառայության ժամկետի կրճատումը պայմանագրային ծառայության գրավչության բարձրացման արդյունք է։ Մասնավորապես Պաշտպան հայրենիաց ծրագրի շրջանակում այս պահին 4220 զինծառայող է որոշել շարունակել ծառայությունն ու աշխատավարձ ստանալ։ Այն զինծառայողներն են ժամկետային, ովքեր պայմանագիր են կնքել Պաշտպանության նախարարության հետ եւ իրենք դառնալու են պայմանագրային զինծառայողներ 5 տարվա ծառայության ժամկետով։ Գործադիրի նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմելով կառավարության անդամներին հարցրեց. կարծիքներ կան, մեջբերեմ կարևորագույն նախագծի վերաբերյալ։ Ամբողջ դահլիճից արձագանքեց միայն առողջապահության նախարարը։ Անահիտ Ավանեսյանն էլ ոչ թե այս օրերին հնչող մտահոգություններին անդրադարձավ, այլ շնորհակալություն հայտնեց։ Թե առողջապահական տեսանկյունից, թե մեր տղաների կրթական ծրագրերում հետագայում ներգրավելու առումով այս կես տարվա փոփոխությունը ահռելի նշանակություն է ունենալու եւ իհարկե ուզում եմ շնորհակալությունս հայտնել կառավարությանը եւ պաշտպանության նախարարությանը եւ որպես նաեւ ծնող։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան, ձեր տղային բարի ծառայություն եք մաղթում, այլ կարծիքներ։ Որևէ հարց չհնչեց, եթե այս նախագծի քննարկումը տևեց 4.5 րոպե, ապա հաջորդի խաղող մթերողներին աջակցություն տրամադրելու հարցի վերաբերյալ կառավարության անդամները խոսեցին շուրջ 25 րոպե։ Քննարկման առանցքում էին մարդկանց ալկոհոլային նախասիրությունները, գինու տուրիզմը, գինեգործության զարգացման հեռանկարները։ Հարցերի ու ելույթների թիվը մոտ 20-ի հասավ։ Շատ հետաքրքիր վիճակագրություն է, բայց տեղը ուրիշ բան են խմում, թե սկսել են քիչ խմել մարդիկ։ Շուկայում սկսել են հայտնվել անհասկանալի խմիչքներ 90-ականների վերջից մինչև 2000-ականների 2010-ականների ծնված սերունդը շատ քիչ է օգտագործում ալկոհոլ, ինչը իրականում լավ է, որտեղ նրանք հասկացել են, որ դրանով ավելի շատ վնասում են իրենց առողջությանը, քան թե օգուտ տալիս։ Բանակի օրենքի փոփոխությունների վերաբերյալ բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ ընդդիմադիրներն ունեն։ Ընդգծում են, ժամկետը կրճատելով ըստ էության նվազում է բանակի թվակազմը։ Հայաստանի անվտանգությունն ավելի խոցելի է դառնում։ Վերցնել եւ կարճաժամկետ կտրվածքով գնահատել պատերազմի հավանականությունը եւ գնալ այսպիսի փոփոխությունների, սա պարզապես երկիրը խոցելիության դաշտում պահելու
ճանապարհն է։ Գործադիրի նիստին նախագիծը ներկայացրած պաշտպանության փոխնախարարն անցած ամիս ընդունեց զինված ուժերը համալրման կարիք ունեն ու նաև այդ պատճառով են վարժական հավաքների մասնակիցներին ներգրավում մարտական հերթապահության մեջ։ Այդ պարագայում ինչպես են իշխանությունները նման քայլի գնում։ Ընդդիմությունն ունի հարցի պատասխանը՝ նախընտրական քայլ է, հաստատվելու դեպքում ծառայությունը կկրճատվի 2026-ի համապետական ընտրություններից ուղիղ կես տարի առաջ։ Իհարկե, առաջին հերթին դիտարկվում է այս որոշման քաղաքական մասը, որովհետև ընտրություններ են եւ պետք է ցույց տալ, որ հետեւում են խաղաղության օրակարգին։ Ինչ ռիսկեր կամ խնդիրներ կառաջանան ծառայության ժամկետը կրճատելուց հետո։ Ռազմական վերլուծաբան Էդուարդ Արաքելյանի գնահատմամբ ամեն բան կախված է, թե արդյոք կլրացվի այդ բացը։ Եթե ոչ, զինծառայողների ծանրաբեռնվածությունը կմեծանա։ Իմ փորձով ասեմ, եթե ենթադրենք մի դիրքում 12 մարդու փոխարեն 9 կամ 10 լինի, բնականաբար զինծառայողների ծանրաբեռնվածությունը կմեծանա, որովհետև նրանք ավելի քիչ կհանգստանան, շատ կհոգնեն։ Նախագիծը դեռ պետք է քննարկվի ու հաստատվի ազգային ժողովում իշխող քաղաքացիական պայմանագրի ձայները բավարար են օրենքն ընդունելու համար։ Կառավարության նիստն այսօր փոխվարչապետ ներվարում, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում է Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Պաշտոնական Երևանի փոխանցմամբ առաջնորդները երկկողմ օրակարգից բացի քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Ֆրանսիայի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով եւ շեշտել Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը եւ խաղաղության ամրապնդմանը։ Մտքեր են փոխանակվել TRIP նախագծի եւ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Թրամփի ուղուց Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Փարիզում խաղաղության 8-րդ ֆորումի ընթացքում, առաջնորդության խաչմերուկներ խորագրով քննարկման ընթացքում։ Հայաստանի վարչապետը անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, առանց կոնկրետացնելու նշել է, որ գուցե կլինեն ուժեր, որ շահագրգռված չեն տարածաշրջանի ուղիների բացմամբ, բայց իր համոզմունքն է, որ դրանից շահելու են բոլոր խաղացողները։ Peace declaration of Washington Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի համաձայն Ադրբեջանի հետ մեր հաղորդակցությունների բացման արդյունքում եւ ես հուսով եմ, որ այս շրջանակում կբացվեն նաեւ սահմանները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչ մենք կունենանք ի վերջո։ Մենք կունենանք բաց հաղորդակցություն Պարսից ծոցի, Օմանի ծոցի հետ, հաղորդակցություն Կասպից եւ միջերկրական ծովերի միջեւ։ Հայաստանը կունենա երկաթուղային հաղորդակցություն Իրանի հետ, Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի հետ։ And with Central Asia and I appreciate that because it is really Ես գնահատում եմ այդ քայլը, քանի որ դա իրապես պատմական որոշում էր Ադրբեջանի կողմից եւ մենք նույնպես պատրաստ ենք բացել մեր հաղորդակցությունը Ադրբեջանի համար։ Ես վերջերս հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք ճանապարհ ապահովել Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա բեռնատարների համար։ Tracks from Turkey to Azerbaijan and from Azerbaijan to Turkey. Փաշինյանը արտաքին լսարանի առջև նաև ներքաղաքական թեմաներից է խոսել, շեշտել է 2026-ի ընտրությունները կարևոր են խաղաղության գործընթացի համար, վստահություն հայտնելով, որ մի քանի ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր առաջնորդած ուժը կստանա Հայաստանի քաղաքացիների աջակցությունը անկախ առկա մարտահրավերներից։ I'm sure that people of Republic of Armenia will support Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կաջակցի այն, ինչին մենք այժմ հասել ենք։ Իհարկե տարատեսակ մտահոգություններ կան, հիմա գիտեք, ամբողջ աշխարհում խնդիրներ կան կապված ապատեղեկատվության հետ։ Ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, մենք էլ դա զգում ենք եւ աշխատում ենք կառավարել դա, բայց ընդհանուր առմամբ ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգին եւ խաղաղության գործընթացին ու հաստատված խաղաղությանը, եւ նրանք անպայման կաջակցեն դրան։ Are supportive for peace agenda and for peace process.
Մինչ այդ իշխող քաղաքացիական պայմանագիրը սկսել է ընտրություններին նախապատրաստվել, ցուցակներում ընդգրկվողների համար քասթինգ է հայտարարել։ Ինքնաառաջադրվողները պետք է ինքնակենսագրություն ուղարկեն եւ գումար վճարեն, բայց ցուցակում վերջնականապես հայտնվելու համար կուսակցության համաժողովում պատվիրակների քվեներն են անհրաժեշտ։ Քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանական ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտեր է ընդունում։ Այսօր տարածած հաղորդագրությամբ իշխող ուժից ցանկացողներին առաջարկում են նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ինքնաառաջադրվել։ Սա վկայությունն է այն բանի, որ մենք թափանցիկ կուսակցություն ենք եւ առաջնորդվում ենք ժողովրդավարական արժեքներով եւ ես առիթը օգտագործելով կոչ կանեմ մյուս կուսակցություններին հետեւել այս բացառիկ օրինակին։ Ինքնաառաջադրման համար անհրաժեշտ է կուսակցության էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական, իսկ նրանք, ովքեր կուսակցական չեն, պետք է ունենան նաեւ ՔՊ վարչության առնվազն 1 անդամի երաշխավորություն։ Կուսակցության ղեկավար Մարմինը վարչությունը կորոշի, թե դիմողներից ովքեր կանցնեն քասթինգը։ Արսեն Թորոսյանը, որ թե նախկին, թե այս նոր ձևավորված վարչության կազմում է, չի պատրաստվում որևէ մեկի համար երաշխավոր լինել։ Ես ինքս ոչ մեկին չեմ տալու երաշխավորություն, որտեղ ես կարծում եմ, որ հնարավորինս կուսակցական պետք է լինեն մեր ցուցակները, թե օրենքը նախատեսում է, որ կարող է 30% լինել ոչ կուսակցական, եւ մենք հիմա էլ ունենք կուսակցական, ոչ կուսակցական կամ այլ կուսակցությունների ունեցել ենք այլ կուսակցությունների անդամ պատգամավորներ։ ՔՊ ցուցակում հայտնվելու համար պայքարողները պետք է վճարեն նաև առաջադրման համար։ Կուսակցականները 500,000 դրամ, ոչ կուսակցականները 1.5 միլիոն։ Մենք ունենք այսպիսի ինստիտուտ, որ մեր աշխատավարձից ստացած եկամուտների 3%-ը վճարում են կուսակցության բյուջե եւ այնպես է ստացվում, որ ոչ կուսակցականները դա չեն անում, որը 5 տարվա ընթացքում մոտավորապես 1 միլիոն դրամ է կազմում եւ ըստ էության դրանով փոխհատուցում են իրենց շատ լինի ԿՊԱ-ականների վրա։ Չէ, պարզապես ուզում ենք արդարություն լինի, որ ասենք ոչ կուսակցական падգամավորը նույնպես մասնակցի կուսակցության, քանի որ ընտրվում է կուսակցական ցուցակով, նաև նույնպես մասնակցի կուսակցության ծախսերի ապահովմանը։ Եթե անգամ այս վճարումները արվեն եւ տեխնացուները գրանցվեն, սա դեռ չի նշանակում, որ նրանք կհայտնվեն ՔՊ նախընտրական ցուցակում։ Այս հարցում էլ որոշիչ չեն կուսակցության համաժողովում պատվիրակների ձայները։ Առնվազն 3 տասնյակը քվեարկությամբ կձևավորվի, ցուցակի առաջին համարն էլ կլինի վարչապետի տեխնացուն։ Իմ վարչապետի տեխնացուն Նիկոլ Փաշինյանը, բայց ես մի պատվիրակ եմ, դա էլ է որոշվելու համաժողովով եւ առաջի համարը ցուցակի օրենքով է նաեւ վարչապետի տեխնացուն։ Նախորդ երկու համապետական ընտրություններում մեծամասնության քվե ստացած քաղաքացիական պայմանագրում վստահ են 2026-ին էլ նույնը կլինի։ Արսեն Թորոսյանը պնդում է խաղաղություն են հաստատել, հենց դրա համար էլ կհաղթեն։ Մենք մեր կատարած աշխատանքով եւ մեր ծրագրով եւ մեր տեսլականներով իրական Հայաստանի խաղաղության այնպիսի վստահություն ենք վայելում մեր ժողովրդի շրջանում, որ մենք հաղթելու ենք ընտրությունները։ 2021-ի խորհրդարանական ընտրություններից մոտ 1 տարի անց ադրբեջանական զորքը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք։ Պաշտոնական տվյալներով օկուպացված է ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Մինչ այժմ հստակ չէ, թե երբ ադրբեջանական զորքը դուրս կգա Ջերմուկի եւ գրավյալ մյուս տարածքներից։ Իշխող ուժի առանցքային անդամ Արսեն Թորոսյանը այս հարցում իշխանության մեղավորությունը չի տեսնում։ Տարածքային կորուստներն են։ Քային կորուստներ չենք ունեցել։ Այսինքն Ջերմուկի օկուպացված տարածքները։ Հա, այսինքն ինչ կապ ունի, թե հարձակվել են մեր վրա ու տարածքներ են օկուպացրել, դա իմ մեղքն է, որ մենք տարածքներ Չէ, իշխանության մեղքը չի։ Իշխանության մեղքը չի, դա մեր պետության վրա եղած հարձակում է եղել, որին մենք դիմադրել ենք եւ բազմաթիվ հարյուրավոր մեր զինծառայողներ մահացել են դրա համար եւ դա պարզապես անպատվաբեր է այդպիսի արտահայտություններ անելը։ ՔՊԱ-ական պաշտոնյան եզրափակեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանազատումից հետո կվերականգնվի։ Ադրբեջանից հրապարակային երբևէ չեն ընդունել, որ հայկական տարածքներ են օկուպացված պահում։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Հովանավանքը բռնազավթված է, հայտարարում է Մայրաթորը, շեշտելով օրինական բոլոր ճանապարհներով վանքի նկատմամբ իր իրավունքները վերականգնելուն հետամուտ է լինելու։ Երևանի մի քանի թաղամաս 2 օր անջուր էր մնացել։ Երկուշաբթի չկար, 3 չկար, այսօր չկար։ Վեոլյան պարզաբանում է, մարդիկ հոգնել են բացատրություններից։ Ռուսաստանը շարունակում է հարվածները ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին, ռազմաճակատում ամենադժվար իրավիճակը Պոկրովսկում է։
Մայրաթոռը հայտարարում է հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովանավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը, նշելով, որ իրավապահների անմիջական մասնակցությամբ եւ խոչընդոտող խմբերի ներգրավմամբ Հովանավանքը բռնազավթված է, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված հոգևորականների ծառայությունը։ Միաժամանակ խոչընդոտող խմբերի կողմից սպառնալիքներ եւ բռնության կոչեր են հնչում նրանց նկատմամբ, նշված է հայտարարության մեջ։ Մայրաթոռը արձանագրում է, որ մեջբերեմ իշխանությունների հովանավորությամբ Հովանավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք եւ անվավեր են, իսկ Հովանավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Նախորդ կիրակի Հովանավանքում պատարակ մատուցեց կարգալույց հռչակված քահանա Տեր Արամը, որին մասնակցեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շարունակում է պնդել, չի պատրաստվում լքել խորանը։ Մայր Աթոռի դիվանաբեդ Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ազատությանը հայտնում են քննչական կոմիտեից։ Վարույթը նախաձեռնվել է անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով։ Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպությունն էր ինտիմ տեսանյութի տարածման փաստով հանցագործության մասին հաղորդում ներկայացրել դատախազությանը։ 4 օր անց միայն հաղորդումը ուղարկվել էր քննչական կոմիտե քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով։ Եկեղեցի իշխանություն սուր հակասությունների ֆոնին, թե կան կուսակրոնության ուխտը խախտած եկեղեցականներ, խիստ անձնական բնույթի տեսանյութերը հրապարակվել էին մի նորահայտ տելեգրամյան ալիքում, գիծ գրառմամբ, թե դրանցում Մայր Աթոռի դիվանապետն է։ Ահաբեկչության եւ իշխանության յուրացման փորձի համար մեղադրվող Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ մյուսների գործով դատավարությունն այսօր շարունակվել է։ Գալստանյանը դատարանում հայտարարել է, որ մեղադրանքի հիմքում դրված ձայնագրությունների հիման վրա հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, հոգևորականը այդ գաղտնալսումները կեղծված է որակում։ Դատարանից մանրամասները փոխանցում իմ գործընկեր Նայրա Բուղադարյանը։ Այսօր դատարանում շարունակվեց ահաբեկչության եւ իշխանության յուրացման փորձի համար մեղադրվող Բագրատ Գալստանյանի եւ մյուսների դատավարությունը։ Ոտքի դատարանն է գալիս։ Տավուշի թեմի նախկին առաջնորդը ոտքի ելավ եւ հայտարարեց, որ այս գործը նենգափոխել է իրադրությունը եւ ինքը հաղորդում է տալիս հանցագործության մասին։ Այս գործում առնվազն գոյություն ունի նենգափոխում իրադրությունների դեպքերի խոսքերի։ Սա հստակ արձանագրված փաստ է։ Նա նկատի ունի այն, որ այս գործով քննչականը հրապարակել էր ամիսներ առաջ ձայնագրություններ, որտեղ նաև իր ձայնն է լսվում, իրավապահները պնդում են, որ դրանք եւս մեկ ապացույց են, որ նրանք ահաբեկչություն էին պլանավորում եւ իշխանության յուրացում էին պլանավորում, մինչդեռ մեղադրյալների կողմը պնդում է, որ այդ ձայնագրությունները մոնտաժված են, կեղծ են, իսկ ամիսներ հետո որևէ գործ, քրեական գործ սրա վերաբերյալ չի հարուցվել։ Այս հրապարակային արձանագրումներին բացարձակապես ոչ մի իրավական հետապնդում, հետաքրքրություն, լինի դա մեղադրողների կողմից, լինի դա իրավապահ համակարգի այլ իրավասու մարմինների կողմից տեղի չի ունեցել 2 ամսից ավելի։ Փաստացի հանցագործության մասին այստեղ հաղորդում է տրվել։ Դատավորը այսօր նաև լսեց մեղադրյալների միջնորդությունը քրեական գործը դադարեցնելու, հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, նրանք նորից սրա հիմքում դնում էին այն, որ չկան ապացույցներ, ինչն էլ որ քննչականը հրապարակել է այդ ձայնագրությունները կեղծ են, մոնտաժված են, աղավաղված են։ Դատավոր Արեն Ֆարխոյանը ասաց, որ ինքը չի կարող այս փուլում ասել դրանք կեղծ են թե ոչ, որովհետև դրանք չեն հետազոտվել։ Հետազոտվի, նոր ինքը որոշում կկայացնի եւ հետեւաբար այս հարցն էլ ըստ էության չլուծվեց։ Եթե դռնբաց դատական քննության ընթացքում հիմնական դատալսումների ընթացքում դատարանը որևէ ապացույց չի հետազոտել, ընդամենը կողմի կարծիքը լսելով, դատարանը չի կարող որևէ եզրահանգում կատարել եւ որոշում կայացնել, որովհետեւ դա կդիտվի արդեն կողմնապահություն։ Այսօր դատարան չէր եկել մի քանի օր առաջ կալանքից ազատ արձակված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որը մեղադրյալներից մեկի փաստաբանն է։ Նրա փոխարեն նրա գրասենյակի մեկ այլ փաստաբան էր եկել, որն էլ ներգրավվեց այդ մեղադրյալի շահերը պաշտպանելու համար։ Պարոն Կոչուբաևը ներկայացրել է հետաձգման իր բացակայության վերաբերյալ, այնուամենայնիվ համաձայնությունն է, քանի որ մի գրասենյակից ենք,
ես փոխարինեմ նրան մինչև հաջորդ դատական նիստին ինքը կներկայանա։ Ես հիշեցնեմ, որ 2 շաբաթ առաջ հենց այս տարածքից մի քիչ այն կողմ էին Կոչուբաևին իջեցրել ավտոմեքենայից, գետին տապալել, ձերբակալել, ապա կալանավորել Facebook-յան գրառման համար, որտեղ նա վիրավորական արտահայտություններ է հնչեցնում իրավապահների, քննիչների դատախազների հասցեին, քննադատելով հոգևորականների ձերբակալությունը։ Դատական նիստը կեսից ընդմիջվեց եւ անցավ դռնփակ ռեժիմի, քանի որ մեղադրյալներից մեկի քաղցկեղը հաղթահարած Աղվան Արշակյանի փաստաբանը պետք է ներկայացներ նրա առողջության վերաբերյալ մանրամասներ, դա գաղտնիք է, սարվում է նրա համար, որ դատավորը հասկանա փոխի Աղվան Արշակյանի տնային կալանքը, թե ոչ։ Այս գործով մեղադրյալները 18-ն են, անցած տարի վարչապետի հրաժարականի պահանջով փողոցային պայքարի ելած Տավուշի թեմի նախկին առաջնորդն ու նրա համախոհները մեղքը չեն ընդունում, պնդում են, սա քաղաքական հետապնդում է, որով իշխանությունները փորձում են իրենց վերագրել օրենքով արգելված այնպիսի գործողություններ, որոնք իրենք չեն կատարել։ Ամռանը քննչական կոմիտեն նրանց վերագրեց ծանր հանցագործություն, հայտարարեց, որ ահաբեկչության փորձ են բացահայտել։ Ինչպես ձեր կադրերում տեսնում եք, դատարանի բակում են հավաքվել Գալստանյանի եւ մյուսների աջակիցները, այս անգամ նրանք նաեւ դատարանի բակ են բերել մեղադրյալների նկարներով պաստառներ։ Դռնփակ նիստից հետո դատարանը որոշել է փոխել առողջական խնդիրներ ունեցող Աղվան Արշակյանի խափանման միջոցը եւ վերացնել տնային կալանքը։ Սեպտեմբերին Պաշտպանության նախարարության մոտ տեղի ունեցած ցույցից եւ ոստիկանների հետ քաշքշուկից հետո կալանավորված Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում, ահազանգում է նրա փաստաբանը, պահանջելով փոխել նրա կալանքը։ Սակայն Ղուկասյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Ղուկասյանը 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատների բողոքի ցույցերի ակտիվ մասնակիցներից է, կալանավորվել է խուլիգանություն կատարելու հոդվածով։ Նա տարիներ շարունակ փնտրում է պատերազմում անհետ կորած իր եղբոր որդուն։ Շարունակում եմ պնդել, որ Արսեն Ղուկասյանի ունեցած հիվանդությունները անհամատեղելի էին նրա կալանքի հետ։ Ես նաև տեղեկություններ եմ ստացել, որ Արսեն Ղուկասյանը կալանքի կրման պայմաններում առողջական նոր խնդիրներ է ձեռք բերել, ունեցած սրտանոթային հիվանդություններով պայմանավորված այդտեղի հետ խոնավ վիճակը նպաստել է թոքերի հետ կապված բրոնխների խնդրի լուծմանը եւ զարգացմանը եւ այս պարագայում իրեն չգիտեմ էլ ինչ բժշկական օգնություն է տրամադրվում առանց համապատասխան հետազոտություններ անցկացնելու մարդը ունենում է պարբերաբար շնչահեղձություններ ու այս պայմաններում շարունակվում է հաստատի խոշտանգվել։ Մերժվեց մեր միջնորդությունը այն պատճառաբանությամբ, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն եւ ըստ էության նույն այդ հրահանգով խոչընդոտվեց դատաբժշկական փորձաքննության պատշաճ իրականացումը եւ եզրակացության տրամադրումը, այս վարույթի ավարտով վարույթը ավարտեց քննիչը եւ հիմա հաստատի այդ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունը կախված է օդում, որովհետեւ չի կարող վարույթն իրականացնող մարմինը որոշում կայացնել, որ պետք է Արսեն Ղուկասյանին տեղափոխել հիվանդանոց։ Ինքը շարունակում է փաստացի կրել իր կարանքը։ Իրենք էլ նշում են նույնիսկ իրենց միջնորդություններում, որ ինքը բազմաթիվ անգամներ է կազմակերպում այսպիսի հավաքներ ու միշտ ակցիաներով պահանջում է պատասխաններ։ Որպեսզի այս ամեն ինչը սահմանափակեն, որոշեցին, որ հենց ինքն է այդ առանցքային դերակատարը ու իրեն անհրաժեշտ է լռեցնել։ Արաբկիրը Էրեբունին եւ կենտրոնի մի մասը դարձյալ տևական ժամանակ է առանց ջրի էին մնացել։ Մարդիկ դժգոհ են, դպրոցներն ու մանկապարտեզները դադարեցրել էին աշխատանքը։ Վիոլա ջրից ասում են պատճառը արձնի 2 ջրատարի վերանորոգման աշխատանքներն են, որ վնասվել է Կորեայի ձորում տիրող ապօրինի շինաղ թափելու հետևանքով։ Շինարարությունների հողն ու քարերը արդեն տևական ժամանակ է ապօրինի թափվում են ձորը, հայտնվում գետի մեջ, որտեղով անցնում է նաեւ Արաբկիրը եւ կենտրոնը ջրով ապահովող խոշոր խողովակը։ Երևանի կենտրոն Էրեբունի եւ Արաբկիր վարչական շրջաններում 2 օր է ջուր չկա։ Բնակիչները հենց նոր Ազատության հետ զրույցում ասում էին, որ ով տեղեկացել, կարողացել ու հասցրել է ջուր հավաքել, ով ոչ։ Այս վերջի մի քանի տարում արդեն անտանելի են դարձել։ Շուշուտ են կտրում։ Իսկ հիմա Համի էլ կտրազը։ Արաբկիրի բնակիչ եմ, ներքևից եմ Վաղարշյանից, այսօր 3-րդ օրն է։ 3 գիշերը տվեցին, այսօր առավոտյան էլի անջատեցին։ Այս 2 օր ջուր չկա էլի։ Դրանից մի օր առաջ էլի կտրեցին ջրերը։ 2 շաբթի չկար,
Երեք չկար, այսօր չկա։ 36 ժամը շատ է ինձ թվում է։ Մինչ հատկապես Արաբկիր վարչական շրջանում բնակիչների մի մասը մեզ հանդիպած ասում են, որ թե Veolia-ն հայտարարել է, որ 3 առավոտյան ժամը 10-ից պետք է ջրանջատումներ լինեին, բայց մեծ զրույցում մի քանի բնակիչներ ասացին, որ առավոտյան 8-ից արդեն ծորակից ջուր չի եկել։ Դե 3:30-ից առավոտ 10-ից էին գրել, բայց 8-ից վեկացա արդեն չկար։ Արաբկիր վարչական շրջանում դադարեցվել է մի շարք դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքները։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, պատճառը ջրանջատումներն են։ Ջրի պատճառով այսօր երեկացին, որ մանկապարտեզ չի լինի։ Խոսքը գնում է 7 դպրոցների եւ 4 մանկապարտեզների մասին։ Մեզնից կախված է թերևս այն, որ պարտավորվում են դպրոցները լրացնել եւ փորձում ենք տեղում սանիտարահիգիենիկ պայմաններից ելնելով հնարավորինս պատշաճ եւ ամբողջ աշխատանքային օրով կազմակերպել դասապրոցեսը։ Veolia-ից էլ պատասխանում են, որ պլանային ջրանջատումներ են։ Պաշտոնական հայտարարությունում ընկերությունը նշել է, որ Կորեայի ձորում ժայռաբեկորների թափման սողանքների շինարական աղբ թափելու հետևանքով պարբերաբար վթարվում էր այս կարևոր նշանակության ջրատարը։ Խոսքը Արզնի 2 Երևան մայրուղային ջրատարի 5 հատվածներում իրականացվող աշխատանքների մասին է։ Քիչ առաջ Veolia ջուրը հայտարարություն տարածեց, ըստ որի Արզինի 2 Երևան ջրատարի վրա իրականացվող աշխատանքներն արդեն ավարտվել են։ Այս պահին ընթանում են ջրատարի լվացման եւ ախտահանման աշխատանքները, հայտարարում են ընկերությունից, նշելով 1-2 ժամից կսկսի ջրատարը ջրով լցնելու գործընթացը, որից հետո աստիճանաբար կվերականգնվի վարչական շրջանների ջրամատակարարումը։ Մեզ հանդիպած արաբկիրցիները պաշտոնական այս հայտարարություններին ցանկանում են հավատալ, բայց ասում են տարիների փորձը հուսադրող չէր, աչքը կտեսնի կհավատան։ Չեմ հավատում, որտեվ Veolia ջուրը արդեն քանի տարի է ղեկավարում է Հայաստանում ջրային ցանցը եւ որ ասեմ որևէ բարեփոխում եմ նկատել, չէ։ Հատկապես այս ամառվա ջրանջատումները սոսկալի էին ուղղակի։ Չեմ կարծում, որ կարելի է վստահել։ Այս շենքում համենայն դեպս ջուրը ոնց որ շահովի լինի։ Կարան երբ չէ, ամբողջ ամառ կարար քնից վեր կենայր, բացես ջուրը տեսնես ջուր չունես, լույս չունես, ջուր չունես։ Ասում եմ լրիվ շահովի Կոմիտաս 48։ Ես արդեն 3-րդ տարին է ես ամառներ ջուր չունեմ։ 11 անցկեցից հետո միջով առավոտվա 6-ը ջուր չկա, մեր մոտ ինքս էլ Վարշավիրանոց եմ հիմա։ Կամ պիտի այդ օրնոր ջուր չունեմ, գրանցում չանեմ вообще։ Կամ պիտի գրանցում անեմ, մարդկանց գլուխ չլվացամ էլ։ Ես ուզում եմ մանամ այդ Veolia-ին երբ պետք է ազգայնականացնի, որ էս էլ լրիվ հավասարացնեն գետնին ու հանգիստ երջանիկ ապրեն։ Ռուսաստանը շարունակում է հարվածները ուկրաինական հատկապես էներգետիկ ենթակառուցվածքներին։ Կիևում կարծում են այս կերպ Ռուսաստանը ցանկանում է ձմռանը Ուկրաինայում մարդասիրական աղետ ստեղծել։ Մարտական գործողությունները Պոկրովսկ քաղաքի շուրջ են։ Ռազմավարական նշանակության այդ քաղաքը Ռուսաստանը փորձում է գրավել լրացուցիչ ուժեր այնտեղ կենտրոնացնելով։ Մինչ այդ միջուկային հրթիռների փորձարկումների մասին Պուտինի հայտարարություններին Թրամփն արձագանքել է, հրամայելով, որ Պենտագոնը եւս վերսկսի միջուկային զենքի փորձարկումները։ Ռուսաստանը հրթիռներով եւ անօթաչուներով զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի մի շարք շրջանների, այդ թվում մայրաքաղաքի վրա, թիրախավորելով նաեւ էներգետիկ ենթակառուցվածքները։ Կա 3 զոհ, այդ թվում 1 երեխա, վիրավորվել է 17 մարդ, որոնցից 6-ը երեխաներ են։ Շրջանների մեծ մասում դադարեցվել է էլեկտրամատակարարումը, Զապորոժեում մասամբ ավերվել է հանրակացարանի շենքը։ 4 պայթյուն տեղի ունեցավ, հետո 5-րդ հրթիռը հարվածեց հենց այստեղ, գրկեցի երեխայիս։ Վայրկյաններ անց էլեկտրաէներգիան անջատվեց, ողջ օրը պատված էր փոշով, երեխաները սկսեցին լաց լինել։ Ես սարսափած էի, դա իսկապես սարսափելի էր։ Ոմանք դեռ փլատակների տակ են, հարևաններիս բնակարանն այլևս չկա։ Հրթիռները հարվածեցին Շահեդ անօթաչուներից հետո, այդ պահին մենք միջանցքում էինք, կռացա, ծածկեցի գլուխս եւ դուռը պաշտպանեց ինձ։ Հզոր պայթուն էր, բոլոր դռները վնասվել են։ Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանը թիրախավորում է էներգետիկ ենթակառուցվածքները, որպեսզի երկրում ձմռանը մարդասիրական աղետ ստեղծի։ Ներքին գործերի նախարարության տվյալներով ռուսական զինուժը տարվա սկզբից 75000 հարված է հասցրել ուկրաինական ենթակառուցվածքներին։ Կիևում ռուսական հարվածների պատճառով մարդիկ գիշերը մետրոյում են պատսպարվել։ Սա չի ավարտվի, քանի դեռ ողջ միջազգային հանրությունը չի սկսել դիմադրել Ռուսաստանին, որին պետք է ասեն, որ նա է ագրեսորը։ Մինչև մեր երկրի սահմանները չվերականգնվեն, չենք կարող ասել, որ խաղաղ ապրելու հնարավորություն ունենք։
маємо можливості жити мирно. Звісно, холодно, звісно. Իհարկե, այստեղ ցուրտ է, անշուշտ կնախընտրեի տանը լինել։ Լավ է, որ այսօր աշխատանքի չեմ, բայց սովորաբար առավոտյան պետք է գնամ աշխատանքի։ Կնախընտրեի տանը քնել, քան մետրոյի սառը կայարանում։ Не в метро і коли мені холодно. Хорошого тут не думаємо ми про це. Ոչ մի լավ բան չկա, ամեն ինչ անում ենք պատասպարվելու համար։ Սթրեսը շատ է։ Երբ երեխային արթնացնում են գիշերվա կեսին, նա լաց է լինում, որովհետև չի հասկանում, թե ինչու պետք է դա անի։ Не розуміє, навіщо це. Ռուսական զորքը հայտարարել է, որ եւս 2 բնակավայր է վերցրել, նաեւ փորձում է շրջապատել Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքը։ Ըստ ուկրաինական կողմի Ռուսաստանն այստեղ մոտ 11000 զինվոր է տեղակայել։ Ուկրաինայի զինուժը եւս լրացուցիչ ուժեր է տեղակայում։ Նախագահ Զելենսկին ասել է, որ ամենադժվար իրավիճակը հիմա Պոկրովսկում է։ Там, як і попередні тижні. Ինչպես նախորդ շաբաթներին այնտեղ մարտերն առավել լարված են ռուսական ուժերի ուժեղ կենտրոնացմամբ։ Օկուպանտները բոլոր միջոցներով փորձում են պահպանել իրենց դիրքերը։ Յուրաքանչյուր օկուպանտի ոչնչացում ձեռք բերում է մեր ողջ պետության համար։ Ուկրաինական զինուժը հայտարարել է, որ ռուսական զորքին դեռ չի հաջողվել շրջափակել Պոկրովսկը, իսկ լոգիստիկ այս կենտրոնի շուրջ գտնվող ռազմական մատակարարման ուղիները գործում են։ Ուկրաինային ռուսական զինուժի հարվածները տեղի են ունենում Հարավային Կորեայում, Միացյալ Նահանգների եւ Չինաստանի առաջնորդների հանդիպման ֆոնին, որի ընթացքում Դոնալդ Թրամփն ու Սի Ցինփինը քննարկել են նաեւ ուկրաինական պատերազմը։ Հանդիպումից հետո Թրամփն ասել է, որ համաձայնել են միասին աշխատել հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Մենք երկար խոսեցինք այդ մասին, երկուսս էլ պատրաստվում ենք աշխատել, տեսնելու թե արդյոք կարող ենք ինչ-որ բան անել։ Նա մեզ օգնելու է եւ միասին աշխատելու ենք Ուկրաինայի հարցում։ Դոնալդ Թրամփը Սի Ցինփինի հետ հանդիպումից մի քանի րոպե առաջ հայտնել է, որ Պենտագոնին կարգադրել է վերսկսել միջուկային զենքի փորձարկումները 33 տարվա ընդմիջումից հետո։ Նա պարզաբանել է, թե նման որոշում է կայացրել, քանզի այլ երկրներ, այդ թվում Ռուսաստանը, Չինաստանը եւս նման փորձարկումներ են անում։ Այս գործընթացը կսկսվի անմիջապես սոցցանցում գրել է Ամերիկայի առաջնորդը։ Մինչ այդ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր միջուկային շարժիչով աշխատող մեծ հեռահարության Բուրևեսնիկ հրթիռի եւ միջուկային մարտագլխի կրելու հնարավորությամբ Պոսեյդոն գերտորպեդոյի հաջող փորձարկման մասին։ Մոսկվան զգուշավոր է արձագանքել միջուկային զենքի փորձարկումները վերսկսելու մասին Թրամփի հայտարարությանը։ Կրեմլի խոսնակն ասել է, որ Ռուսաստանը միջուկային զենք չի փորձարկել, բայց կհետևի ԱՄՆ-ի օրինակին, եթե Վաշինգտոնը վերսկսի դրանք։ Մինչև հիմա չգիտեինք, որ որևէ մեկը փորձարկում է անում, եւ եթե նա որևէ կերպ նկատի ունի Բուրևեսնիկի փորձարկումները, ապա սա ոչ մի կերպ միջուկային փորձարկում չէ։ Это не является ядерным испытанием никоим образом. Չնայած խաղաղության մշուշոտ հեռանկարին Ռուսաստանի նախագահի տնտեսական եւ ներդրումների հարցերով հատուկ բանագնաց է լավատես է։ Կիրիլ Դմիտրիևը, որը Բուդապեշտում Թրամփ-Պուտին հանդիպման չեղարկումից հետո Միացյալ Նահանգներ էր մեկնել, հանդիպել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ, կարծիք է հայտնել, որ խաղաղություն կարող է հաստատվել 1 տարվա ընթացքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի առաջնորդ Սի Ցինփինը քննարկել են նաեւ տնտեսական հարցեր։ Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ 10%-ով կնվազեցնի Չինաստանի նկատմամբ մաքսատուրկը, Պեկինն էլ կվերսկսի Միացյալ Նահանգներից սոյայի մեծ քանակությամբ գնումները, որոնք դադարեցվել էին մայիսին ամերիկյան մաքսատուրքերին ի պատասխան։ Թրամփը հավելել է, որ համաձայնությունը ձեռք բերվել նաեւ Չինաստանի կողմից հազվագյուտ հանքանյութերի մատակարարման սահմանափակումները վերացնելու վերաբերյալ։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից հաջողություն։